Այս դեպքի մասին միայն ծույլը չի խոսել, բայց կանգ առ մի թերթիր այս վիդեոն, որովհետև այն կոնտեքստում, որ խոսելու եմ, վստահ եմ քեզ շատ կօգնի։ Այս կինը, պատմության ուսուցչուհին, 2 ամիս է թունավորվում է ուսուցիչների, ծնողների և աշակերտների կողմից, բայց չնայած դրան նա չի հանձնվում, համառորեն գնում է առաջ։ Բոլորս էլ տեսանք, թե ինչ հոգեվիճակում է գտնվում այս կինը, բայց միևնույն է, համառորեն չի հանձնվում։ Ես ինչ եմ ուզում ասել, այդպես էլ պետք է մենք լինենք։ Եթե մենք դնում ենք նպատակ, մենք պետք է համառորեն, չնայած ոչ մի բանի, գնանք դեպի այդ նպատակը և արդարությունը կհաղթի։ Հիմա նայեք, այդ կնոջ մոտ էլ արդարությունը հաղթեց։ Ոչ միայն նա դուրս չշպրտվեց այդ դպրոցից, կներեք այս կոպիտ արտահայտության համար, այլ նաև այն մարդիկ, որոնք որ իրեն թունավորում էին, հիմա շատ վատ դրության մեջ են գտնվում, տնօրենը ազատվեց և այլն։ Բացի այդ, շատ մարդիկ ոչ միայն կարեկցում են բարի խոսքով այդ կնոջը, այլ նաև գումարներ են ուղարկում։ Նայեք, ժողովրդի լեզվով ասած, այս կինը լավ երազ էր տեսել այդ օրը, չնայած նրան, որ թունավորվում էր, որ նյարդայնանում էր, որ լացում էր ամիսներ շարունակ, բայց մի գեղեցիկ օր արթնացավ և դուք այնտեղ տեսաք, որ բոլորը սուլում էին, ծափ էին տալիս, ծիծաղում էին, ձեռք էին արտում, դուք պատկերացնում եք այդ պահին այդ կնոջ վիճակը, մի հատ ձեզ դրեք անկախ ամեն ինչից իր տեղը, հա, բայց ժամեր անց նա, կարելի ասել, դարձավ նաև հարուստ, որովհետև ես տեսա շատ մարդիկ իրեն բավականին լավ գումարներ են ուղարկում, որովհետև նա միայնակ է և ի աջակցություն, որ մենք քո կողքին ենք։ Հիմա ասածս ինչա, միշտ ասում, եթե ինչ-որ մեկը կարող է, կարող ես նաև դու, եթե դու քեզ համար նպատակ ես դրել, երազանք ես դրել, երբեք մի հանձնվիր, անգամ եթե ճանապարհը շատ բարդ է, անգամ եթե գալիս է պահ, որ ուզում ես ամեն բան թողնել, լացել, ոռնալ և ասել միևնույնն է, ոչ մի բան ինձ չի օգնի, էլի մի հանձնվի, որովհետև չհանձնվողը ստանում է մեծագույն պարգև, և ես վստահ եմ, որ դու կարող ես։